իմացա, բայց գիտես, չի պատկերացնի, որ մեր հարևան Մարգոն կարող տենց բան աներ, դա խոխոտ տեսակ էր երևում։ Վայ, չէ աղջիկ, Օֆիկին ուրիշ ձև է ինֆորմացիան հասել։ Ուրեմն լսի, այս Մարգոյի մարդը եկել է տուն, հետնել փողոցից շուն ա բերել։ Հա, դե Մարգոյի ծնունդի նվեր էլի։ Այդ Մարգոն էլ աղջիկ պուջել էր ուզում։ Հա, վայ, աղջի, սպասի, հա, Դիանուսա երկրորդի ծանգում, տեսնեմ ինչ ասում։ Հա, լավ։ Ինչ Դիանա։ Ոչ մի կենթանի աղջի, լսում ես։ Ինչ չի է տակրկրում, որ կենթանների խանութում ակցիա է, գնում ես ծովախոզում, թութակն էլ նվեր են տալիս։ Բարև Դավիթ ջան, առաջացի նստի սեղանն ու աթոռը քո տրամադրության տակ են։ Արզես տիկինովիկ, շնորհակալ եմ։ Լսի, Դիանա, այդ քո ընկերուին չգիտի, որ մենք այս փոքր տան մեջ հազիվ ենք տեղավորվում։ Այդ թութակը բերում ես ես որտեղ պահեմ։ Վրան քիչ է վրեստը խոսացողները մի հատ էլ թութակ։ Տիկինովիկ, այդ խառն եք ոնց որ երևում, հա։ Հա, Դավիթ ջան, հենց սպասի աղջկաս բան եմ բացատրում։ Լսի, սենց չէր, գիտես, իմացավ քո հետ եմ խոսում, մի անգամից խառնվեց իրար։ Հա, խոսացեք դուք հանգիստ։ Հազիվ մի քիչ ժամանակ ունենամ, չի կենտրոնանա վրես։ Լսի, Դիան աղջիկ, ուրեմն եթե դու հանկարծ այս տուն կենթանի ես բերե, մի անգամից վեժել թավաքում ես ու հորդ մոտ լսեցիր։ Կերան կյանքս այ Դավիթ ջան քուրու աղբեր։ Գիտես չէ ոնց կուզեի քոպես մի հատ տղա ունենայի։ Կրթված, գրագետ, ճաշակով, բայց քինից տղա։ Փեսա։ Խիկարեն ինչ եղել, տիկինովիկ, հասուն տղամարդ է, կարծում ես վերջում էլ աշխատանքի չընդունվեց։ Որ ընդունվեց Դավիթ ջանու մապետ, ոնց ընդունվեց նենց էլ հանեցին, բայց չի ընդգրկվում մեր կազմում։ Վայ, ինչ տղա է Կարենս, ինչ տղա է։ Ինչ տղա է։ Չէ, դե տենց մի ասեք, տիկինովիկ, Կարենը հասուն տղամարդ է, ես վստահ եմ, որ կգտնի իրեն համապատասխան աշխատանք։ Տնօրենի, Դիանան էլ հաստատ կգտնի երկրորդ կեսին հուսանք։ Դավիթ ջան, հա, թող գտնեն, թող չուզողներ ես լինեմ։ Տիկինովիկ, իհարկե կներեք էլի, պայտակ հետաքրքրեց, չեմ կարա չհարցնեմ։ Հա, հարցրած, բալես, դու գիտես, ես քեզ ընդունում եմ ոնց որ կընդունեի իմ փեսոս, դե իմ աղջիկը ամուսնուն էլի։ Չէ, տիկինովիկ, եկեք իրադարձություններից առաջ մի անցեք, լավ։ Լավ, հարցը տուր։ Դիանի այդ ձեր խոսակցությունից հասկացա, որ կենթանի է, հա, ուզում տուն բերի։ Հələ թո բախտը հանկարծ փորձի։ Ինչի՞, չեք սիրում կենթանիներին։ Չի, դով ջան, սիրում եմ։ Ուղղակի մի հատ պատմություն կա, հիշում եմ ներվայնանում եմ։ Այդ ինչ պատմություն է, որ։ Ուրեմն, փոքր ժամանակ Կարենը շուն էր ուզում, Օնիկս էլ բերել էր։ Երեք եմ խոսած է գիտես հետը, լավ էր, մեռնեմ դրա ջանին։ Ջան, այդ տիկինովիկ։ Այ չէ տղա, այա, Օնիկիս։ Հա, հասկացեք, շարունակեք։ Հա, վերջը։ Երեխեն խաղում էր շան, հետ ասացի դες զբաղվեք, ես էլ ճաշ պատրաստել։ Հա, մեկ էլ ֆրամ տենամիշ Դավիթ ջան։ Այս Կարենս մի հատ վաֆլին ինքնա կծում, այն մյուսն էլ շանն է տալիս։ Դու որպես մայր ի՞նչ կլինես։ Չգիտեմ, տիկինովիկ, ես հոգեպես ու ֆիզիկապես որպես մայր չեմ կարող խոսամ։ Ոնց հումորդ կար նենց էլ մնացել է, հա։ Բա հետո ինչ արեցիք այդ դեպքից հետո։ Ինչ պետք է անի։ Զանգեցի Օնիկից եկավ շանը հավաքեց տարավ։ Չէ, դե այնպես է լավ եք արել, տիկինովիկ։ Ես օրինակ այն մտքին եմ, որ հա, լավ է տանը կենթանիներ պահելը, ջերմություն տալը, խնամելը, բայց մեկը կարծում եմ, որ իրենք իրենց ավելի լավ են զգում, երբ ընկերների հետ են լինում։ Այդ դու ոնց որ ինչ որ բան ունես, հա ինձ պատմելու Դավիթ։ Հա, տիկինովիկ կա տենց բան։ Բայ, թող պատմի, սա հետաքրքրությունից կմեռնեմ։ Ուրեմն տիկինովիկ, եկեք այսօր 2025 թվականից 84 տարի հետ գնանք դեպի 20-րդ դար։ Երևանում 1930-ական թվականներին ծագում է միտք ունենալ կենթանաբանական այգի եւ 1936 թվականին սկսվում են աշխատանքները, իսկ 1940 թվականին այգու ձևավորումը։ Ոյ, Դով ջան, գիտես չէ, վերջին անգամ կենթանաբանական այգում եղել եմ մոտ 10 տարի առաջ։ Մեր այս տան կենթանաբանական այգին այսինչ հերիքում է։ Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո շին աշխատանքները շարունակվել են եւ 1950-ականների սկզբին այգին սկսել է ընդունել իր առաջին այցելուներին ու տարիների ընթացքում շատ է փոխվել մեր կենթանաբանական այգին։ Նույնիսկ ԽՍՀՄ այգիների թվում շատ հեղինակավոր է եղել։ 1990-ական թվականներին աշխատակիցների թիվը եւ կենթանիների տեսակները զգալիորեն պակասել են, սակայն քրտնաջան աշխատանքների արդյունքում տարեցտարի այգին ել ավելի է բարգավաճել ու կենթանիների տեսակները գնալով շատացել են։ Ոյ, Դով, հավեսս տվեց գնանք կենթանաբանական այգի գիտես։ Կենթանաբանական այգին տիկինովիկ կարելի է ասել համարվում է մանուկների ամենասիրած վայրը, որովհետև նրանք այդտեղ կարող են հանդիպել այնպիսի կենթանիների, որոնց կյանքում չեն հանդիպել կամ տեսել են մենակ հեռուստացույցով։ Երևանի կենթանաբանական այգում մեր օրերում խնամվում եւ ցուցադրվում է մոտ 160 տեսակի կենթանի եւ 1000-ից ավելի առանձնյակ։
փաստորեն են գիշատիչ զեբրակ։ Մարգոն էլ ա մեր արևան այնտեղ։ Դե իր մասին պատմությունը լռում է տիկին Օֆիկ։ Կենթանաբանական այգին մեզ հիշեցնում է, թե մարդը իր էությամբ ինչքան պատասխանատու պետք է գտնվի այդ անմեղ արարածների նկատմամբ։ Ցավոք, քիչ չեն լինում դեպքերը, որ կենթանիները հիվանդանում են ու իրանց պետք է խնամել։ Բարեբախտաբար, այսօր կենթանաբանական այգում աշխատում են իրենց գործի պրոֆեսիոնալներ, որոնց փոխանցած սեր ու ջերմությունով կենթանիները կարողանում են փոխադարձ ջերմությամբ ուրախացնել այգու յուրաքանչյուր այցելուների, մանավանդ փոքրիկներին։ Բա մարդ մի հատ թոր չունենար։ Վերցներ գնար կենթանաբանական այգի, մի լավ ժամանակ անցկացներ։ Աչքի զանգեմ ես էս Դիաննային, ասեմ թո այս թութակի փոխարեն մի հատ մտածի ամուսնության մասին, հա։ Դե չէ, դու այսօր ինչ ես անում։ Ես շտապում եմ տիկին Օֆիկ։ Լավ։